18 թվից, 17 թվից սպանտաննի հավաքվել ենք մի քանի հոգով, նույն համախոհ մտածելակերպով, միանման ու որոշել ենք, որ պետք է վազենք օրինակ 160 կիլոմետր։ Տեղից սկսել է իմ մոտ առաջանալ գաղափարը, սկսեց առաջանալ, որ կարելի է դա սարքել ինչ-որ ամենամյա, ինչ-որ մի հաճելի միջոցառում։ Ու այսպես տարեկան որոշեցինք մի անգամ 24 ժամ վազք կազմակերպել, 3 անգամ կազմակերպեցինք Վայոց ձորից Երևան վազք, այնուհետև նորից էլի 24 ժամ վազք, հետո Սևանի շուրջ վազք, հետո հասունացավ այս գաղափարը, բայց որպեսզի ինչ-որ կազմակերպություն լինի, ես ոնց որ հիմնադրեցի Հայաստանի ուլտրամարաթոն ընկերությունը, որը կազմակերպեց հենց Սյունիքից Երևան այս 220 կիլոմետրանոց վազքը։ Մենք վազորդների հետ հասել ենք Սիսիան քաղաք, ինչպես տեսնում եք, վազորդները նախապատրաստական փուլի մեջ են, բուռն նախապատրաստական փուլի մեջ են, իսկ մեզնից ինչ կանցնի հետևել նախապատրաստին վերջացնեն, նոր արդենք մոտենանք ու առանձին կծանոթացնենք ձեզ այն մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են Սիսիանից մինչև Երևան 220 կիլոմետր վազելու անդադար, առանց կանգնելու, առանց քնելու, ու հույս ունենք սնվելով։ Հիմա պրոստը լտես դրդմատիչ Իրա կանտեյները։ Ամեն մեկը իր կանտեյներ ունի, այսպես, այս Հայկն է, Կարենն է։ Ու այդ կանտեյների մեջ ինչ Հիմա կանտեյների մեջ, բոլորիս կանտեյներների մեջ, այս առայժմս այս ամեն մեկին 3 հատ, սրանք իզոտոնիկ խմիչքներ են, ըմպելիքներ են։ Իսկ ամեն մեկը ինչ է, գույները ինչ-որ Գույները համերն է, սա լիմոնի համով, սա նարնջի, սա համչունի։ Ինչ խմիչքներ կոչվում են։ Էլեկտրոլիտային ըմպելիքներ։ Իրենք պարունակում են կալիում, կալցիում, B վիտամինների կոմպլեքս, մագնեզիում, նատրիում, սոդիում, տարբեր բաներ, որոնք լրացնում են պաշարները, որը քրտինքի միջոցով մենք կորցնելու ենք, սպառելու ենք, էլի, համալրելու համար։ Հիմա ասենց բոլորիս աներուն դնում եմ։ Այս Հայկներ, այս Հայկներ, չէ, այս Կարենն է, ես ես էի ոնց որ, այս Կարենն է, այս էլ ես եմ, սա մեր Սա առաջին օգնության տուփն է մեր, ստեղ սենց ամեն մեկին իհարկե որը աստվածնա պետք չգա։ Հա, չէ, բաներ կա, որ պետք է, օրինակ այս վազելինները մեզ պետք է գալու, մարմինը հարելուց, որտեղ քրտինքի հետ շորը որ շփվում է, հագուստը։ Ամեն մեկից մի հատ սենց դնում ենք, որ օգտագործենք։ Կնտանուր, պարագաներ են, կնտանուր չէ, ամեն մեկին իր։ Հա, ընդհանուր էլ կա, օրինակ այս սնունդն է, որ ընդհանուր է, բուտերբրոդներ ենք սարքել, սենց այս էլ է ընդհանուր դրվելու, սրանք պրոտեինից բատոններ են, դառը շոկոլադ, սրանք ուղղակի քաղցրավենիքներ պայտակ, որ քաղցրի պահանջը բավարարենք։ Նայեք, սրանք օրինակ այդ շշերն է, որոնք հարմար են վազորդների համար։ Լցնում ենք, ինքը սենց ատամով որ սեղմում ես, ինքը ջուրը փչում է արդեն բերանի մեջ էլի ու սենց ավելի հեշտ է խմել։ Ատամով սխմում ես, ջուրը գալիս է արդեն։
հեղուկը, ջուրը, եսին ինչ որ խմում է, էլի մարդ։ Սրանք կապսուլաներ են, որոնք էլի լրացնելու են մեր հանքանյութերի եւ վիտամինների պակասը։ Սրանք պետք է խմել ժամը 1 կամ ժամը կեսը 1։ Սրանք արագ սնունդա ինչ որ, սրանք Ջրալ ճաշեք։ հա, նու փորձը ցույց է տվել, երբեմն դրա պահանջը զգում ենք։ Կարող ասենք 150-րդ կիլոմետրին սենց մի բան ուզենանք ուտենք, երազրաջուր լցնում ենք արագ, չնայած առողջ ապրելակերպով ենք ապրում, բայց սենց պահանջներն առաջան, այստեղ թանա, սա թիմի համար է, եթե ուզենան կետչուպ, մայոնեզ, իհարկե, հա, դե ես չեմ օգտագործում, բայց մարդ ես կարող է թիմի անդամներից ուզենա։ Ահա, այս սենց հիմնականում սա է, այստեղ մրգերն է, սենց մրգերը, սրանք պետք է կտրտեմ, առավոտյան ես արագ կտրտեմ, կամ հիմա կտանեմ կտրտեմ, էլ ինչ կար, ընդեղ մեր ջրեղեններ, դե նկարել եք երևի, մեծ աբյոմով, Էսա հիմնականում, հեսա տեղավորենք, սրանք երևի ներսը կդնենք, որտեղ դենց հարմար կդնի։ Ձեր ընտանիքի անդամները ոնց նայեցին այս ամեն ինչին, որ դուք պետք է 200 կիլոմետր հաղթահարեք։ Չէին ասում։ Մի քիչ տարօրինակ են նայում, բայց արդեն հարմարվել են դրան, որ հա, գիտեմ, որ իսկ 220-ի հետ կապված, հա, մի քիչ տարօրինակ են նայում, բայց այսինքն գիտեք ոնց, այսինքն արդյոք դա հնարավոր է։ Այդ բանը Չեն մասնակցում ընտանիքից որևէ մեկը։ Իմը ինձ բերում են այդ մրցումներին, աղջիկս իր ամուսնու հետ բերում է, մեքենայով բերում են, հասցնում են, նույնիսկ այս անգամ իրենք ուղեկցողն էին, աղջիկս ու իր ամուսինը առաջին մեքենան էին ու ամեն ինչով աջակցում էր աղջիկս մեզ, նկարահանում էր եւ այլն, տղաս էլի եկել է 24 ժամ մրցումին, եկել է մասնակցել է, տեսել է ինձ, օգնել է ինչ-որ հարցերում, բայց իրենք արդեն գիտեն, որ ես դա այդ իմ կյանքն է, ես սիրում եմ, իսկ օրինակ եղբայրներս միշտ մաման, երբ որ կար մայրս հիմա չկա իհարկե, միշտ բան են, հերիքա վազես, հերիքա քեզ սպառում ես եւ այլն բան, ասում եմ մի խանգարեք, կարող եք ուշ տվեք ինձ, բայց մի ասեք տենց, բացական բաներ մի ասեք ինձ։ Դուք Դինայրայի աղջիկն եք։ Այո։ Այս ոլորտում դուք եկաք։ Անկեղծ ասած ես չէ, մաման մնացած բոլոր առումներով իմ համար մոտիվացիա է, միանշանակ դրա մասին խոսք չկա, բայց ես ինձ այդ վասկի մեջ մեկա չեմ գտնում, էլի որ ասեմ իմ տարերքն է, իհարկե, հա, գրուպը պատյաշկի ամեն ինչով իր հետ եմ, բայց չէ, ես վասկի մեջ չէ, իմը չի, սպորտը որ անկեղծ լինեմ, իմը չի, չէ, մյուս ամեն ինչով համաձայն եմ, մաման մոտիվացիա շատ է տալիս, բայց վասկը ես իմը չեմ համարում, չեմ խաբի։ Վասկի ժամանակ եղանակը շատ տարբեր էր։ Առավոտյան որ սկսեցինք շատ ցուրտ էր, 4 աստիճան էր դրսում Սիսիանում։ Նույնիսկ մինչև զանգեր, քամի, նու ճիշտ է, շատ նենց վատ չէր եղանակը, բայց ցուրտ էր, որ գոլորշի էր դուրս գալիս։ Դաժե տեսաֆիլմերի ժամանակ երևում է այդ գոլորշին ու հագնվել էինք։ Ժողովուրդ ջան, Սիսիան երեկոյան ցուրտ է, ինչպես միշտ։ Գիտեք ինչ քննարկում կեշտ է ժողովուրդ ջան։ Ուրեմն նախատեսած է 220 կիլոմետր
բայց դες մի ամ խնդիր կա, որ Սիսյանից, այս հյուրատնից մինչև Երևան ու դեռ պլանավորած էր պիտի հասնին 220 կիլոմետր չի թմի, բայց պիտի թմծվի։ Այ այդ է խնդիր, որ մարդիկ գնային ճամպեք ուղիներ, որովհետեւ թմեն այդ 220 կիլոմետրը։ Ես քարտեզով նախնական չափագրում էի արել, բերել էր 223 կիլոմետր Սիսյանից Երևան։ 220 տենց ֆիքսեցինք, բայց երբ որ մենք հասանք, այդքան էլ այդպես չէր, գուցե դառնում էր 205-ի 6-ի կարգի։ Երևի 12-ից ավել է արդեն տարիները, որ ես ինտենսիվ վազքով եմ զբաղվում։ Միշտ եմ զբաղվել, բայց ավելի ինտենսիվ սկսեցի 2013 թվականից։ Սկսեցի վազել, հետո ինձ գտա, որ ես սիրում եմ երկար վազել։ Դրա մեջ ես ավելի ինձ ճանաչեցի։ Այդ ժամանակու համար երկար ասելով ինչ կան երկար։ Զգացի, որ ուզում եմ սենց անդադ ինչ-որ ռիթմ, որ քեզ հաճելի է այդ ռիթմով, սենց կարող եմ գնալ անդադ։ Երկար 40-50, հետո դարձավ 90, հետո 100 կիլոմետր, այո, 100 կիլոմետր, հետո 24 ժամ, 155 կիլոմետր, ամենաերկարը, որ կարողացա այդ դիստանցիան հաղթահարել, ու հետո իմ մեջ առաջացավ այս 200 վազելու գաղափարը, որտեղ իսկ այդ ընթացքում, այդ երկար վազելու ընթացքում, ճիշտ է որ ասած, որ ձեզ դուր է գալիս հաճույք է վազելու, բայց երկար վազելու դեպքում ինչքան է հաճույք լինի, բայց կա չէ ինչ-որ ընթացք, որը ինքը ցավոտ է, որը ցավ կպատճառի, որը արդեն իլջա հանկերնի մարդ կա, թե սա հաճույք է։ Չէ, կա։ Արենի գյուղի մոտից մեզ միացավ մի շուն, մի շատ լավ շուն։ Նույնիսկ կինոնկար կա է, Արտուր Տի Կարոլ, տենց կինոնկար կա, որտեղ էլի շունը միանում, ափրկում ա թիմին եւ այլն։ Չգիտեմ, տենց ստացվեց, շատ լավ մի հատ շուն էր։ Այդ շունը մեր հետ սկսեց գալ։ Պատկերացրեք, մինչև Երևան եկավ այդ շունը, բայց ինչ խնդիրներ նա մեզ համար առաջացրեց։ Մենք վազում ենք, մեզ հետ գալիս է շուն, անցնում ենք համայնքների կողքով, որտեղ լիքը թափառող շներ են, տեսնում են շանը եւ գալիս են դեպի այդ շունը։ Մենք էլ կենտրոնում ենք հենց։ Եվ քանի անգամ հազիվ մազապուրց լինելով այդ ոհմակներից, երասխում հատկապես մարդկանց անտարբերությունից, որ մի սենց մեքենան կանգնել էր, շունը իմ մոտ էր եկել, որտեվ այդ ամբողջ այդ ոհմակը գալիս էր դեպի այդ շունը եւ ինձ ու Հայկը։ Եթե այդ ժամանակ մեքենաների վարորդներից մեկը Արամը չիջներ կամ մեքենայով չգար այդ շների վրա, ես չգիտեմ ինչ էր կատարվելու, բայց ու այդ միաժամանակ դիմացի մայթին էլ շատ մեծ քանակությամբ տղամարդիկ էին կանգնած ու ոչ մեկը մատին չտվեց, շարժվեց տեղից, որ գան, ասենք միջամտեն, սովորական երևի երևույթ էր, հենց երասխում այդ ու լույսը նոր բացված առավոտյան ժամը 5-ի կողմերն է, տեսակ։ Այդ ինչ մի ահավոր վիճակ էր, սարսափելի է, շունը վախից մտելային ոտերի արանքա, Հայկի ոտերի արանքա, այս շաները գալիս են մեր վրա, ավտոններից է քշում իրանց վրա, սիգնալներ, բան սրանք հաչում են, քաշքշում են իրար, մի կերպ տեղից պրծանք։ Չէ, մի կերպ պրծել ենք, այնուհետև շարունակել ենք դեպի արդեն ճանապարհով դեպի Երևան, հա, Սուրենավան, դե այտենց մինչև Երևան, ինչքան շուն կա, գալիս է մեզ ընդառաջ, անդադ փորձում ենք այս շանը միտեղ տանենք, միտեղ թողնենք, միտեղ ցրենք ուղությունը, որ գնա Հայկը այնտեղ այնքան տարավ է շանը, այս կողմ վազացնելով տարավ ինչ որ գյուղ, հետ եկավ Հայկը։ Չէր գնում, ոչ միտեղ չէր գնում։ Գնում էր, գալու էլի մեզ գտնում էր։ Մինչև Երևան եկավ։
մինչև Երևան շունը եկա։ Արդեն չգիտեք։ Ինչ որ մի պահի, որ արդեն են լայն ճանապարհներն ենք հասել, չէ, այնտեղ արդեն մի քիչ տրանսպորտը շատ արագ էր եւ այլն, արդեն ոնց որ կորցրեցինք իրեն, բայց Ես տեսա, որ ինքը հոգնած, ինքը պարգացեց ծառի տակ։ Հոգնել էր։ Նրանից հետո քնել է ու մնացել է ինչ որտեղ չեմ կարող ասել։ Համարյա 100 կիլոմետր մեր հետ եկավ այդ շունը։ Ինչ ստացվեց, որ որոշեցիք վազքին նմրել։ Հոբի է թե պրոֆեսիոնալ։ Չէ, հոբի է, պրոֆեսիոնալ չեմ, հոբի է, երևի 10 տարի մոտավորապես կլինի վազքով սկսել եմ զբաղվել 40 տարեկանից մոտ։ Այդտենց սկզբում 1 կիլոմետր, 2 կիլոմետր, քիչ-քիչ սիրարվեցի վազքին։ Հիմա ոնց որ շատ է ստացվում։ Ու մաքսիմալ ինչքան եղել։ Մաքսիմալը եղել է 213։ 213։ Հա, Սևանի շուրջ։ 7 կիլոմետր։ Դեն 7 կիլոմետրներ երևի, նոր գծագրեի պաքսորդ։ 8 տարուց ավել է վազում եմ ու ինչպես Կարենը նշեց, միշտ փորձում ես ավելի հեռուն գնալ, ուլտրամարաթոններով հետաքրքրված եմ եղել միշտ։ Ու միշտ ուզեցել եմ փորձեմ թե ինչքան եմ ընդունակ ու ինչքան հեռու կարող գնամ։ Ու այս էլ մեծ շանս էր ու փորձեցի իրանց հետ ոնց որ հաղթարեմ այս դժվարությունը։ Ձեր ամենամաքսիմալ կիլոմետրաժ ինչքան է եղել։ Մասնակցել եմ անցած տարի Երևանում տեղի ունեցած մարաթոնին, այսինքն 42 կիլոմետր։ Այո։ Ինձ 7 կիլոմետր կան։ Ես ավելի շատ ուներ ավելացնելու 42-ի վրա դեռ։ Ու հաջելի է որ նման փորձառու մարդիկ կան ու հաստատ շատ քաղելու բան կունենամ այս վազքից։ Ձեզ հաջողություն, Ժորժ ջան։ Շնորհակալ։ Մենք չխանգարենք ձեր նախապատրաստական գործերին, նշանք արդեն գիշերը կմիանանք ձեզ։ Բարի։ Շնորհակալ։ Այդ տեսնիք չէ, հարգելի հեռուստադիտողներ, ինչ ցուրտ է Սիսիան։ Արդենք մոդենա ժամի 3-ը, 10 րոպե մնաց է։ Մեր վազորդները արդեն վերջի նախապատրաստական փուլի մեջ են։ Մի օր է ուշ չէ, արդեն կսկսեն վազքը։ Հետևենք, նայենք։ Տրամադրվածությունը Հարտաշանները որ Ես անջատեք կասիկոս։ արդեն լայվում եք, դες հեջեվում եք։ Այո։ ասա որ լավ ցուրտ է։ Այո, բավականին սահմաններ է որակը, բայց մեր վազորդների համար ոնց որ թե լավ է տակա։ Պատկերացեք հավանապատումների։ Մոտիվացիա է տալիս։ Ահա, բնենա։ Ասվալտյան, հա։ լոկո։ Երկում եք, գնաց։ Բարի ճանապարհ, Ժորժ։ Ռելիեֆը վերլուծել էի իրականում այդ բարձրությունը մոտավորապես 2300 քանի մետր բարձրություն մենք հավաքեցինք, այդքան էլ իջանք, շատ մեծ փորձությունների մեջով անցանք իհարկե, բայց
Նստում է, չգիտեմ, հաղթահարեցինք ու շատ հետաքրքիր փորձ ձեռք բերեցինք։ Շորժ ջան, ինչեր անցավ, դուք ես Սյունիք անցակ, ինչպես է նախազգացումը։ Ասեմ, որ Սյունիքը մարզը, որ դուրս եկանք, արել էինք 42 կիլոմետր և հավաքել էինք 1010 մետր բարձրություն։ Դա գրեթե ոնց որ մի երկու անգամ բարձրանանք Աժդահակ, հա, ու 200 մետր պակաս լավ։ Ու բավականին լավ էր, բայց դե բարձրինք էր էլի։ Հիմա լավ ենք, այն ժամանակ էլ էինք լավ իհարկե, հիմա էլ ենք լավ ենք, արդեն իջնում է բավականին։ Դուք ինչ եք Շորժ ջան։ Շատ լավ։ Զգացողությունները հոյակապ։ Ընտիր։ Լավ է։ Միջայլած հայքի առաջի 50 կիլոմետրն էր, առաջի ուլտրա 50 մարաթոնն էր։ Այդ դրությամբ քանի կիլոմետր են։ 52, 52։ մնաց 170, 168, Բան չմնաց։ բան չմնաց, հա։ Ես էլ մեր ոստիկանությունը բարձր Շորժ ջան, բարձր։ Մեկ քառորդը անցել ենք։ Բան դժվար մեկ քառորդը անցել ենք, մնաց հեշտ 3 քառորդ։ Ճիշտն ասած, այս կոնկրետ հենց դա մի այլ առաքելություն նաև ուներ, բացի այն, որ մենք պետք է հաղթահարեինք ու մենք ինքներս մեզ բացահայտեինք, մենք ինքներս մեզ հաղթահարեինք, կար մեկ այլ նպատակ, որ մենք ոգևորության ոնց որ խորհրդանիշ հանդիսացանք բազմաթիվ համայնքների երեխաների ու ծնողների համար, ուրեմն համայնքներից, Վայոց ձորի, օրինակ Եղեգնաձորից, Արենից, Ելփինից մեզ ողջունում էին բազմաթիվ երեխաներ, նրանց ծնողները, որոնց մոտ այդ երազելը դարձել էր կաղապարված, իրենք էլ չէին հավատում, մի տեսակ մոտիվացիա չկար նրանց մոտ, որ լսել էին մի քանի հոգի Սիսյանից վազելով գալիս են, հեսա հասնում են Եղեգնաձոր, հետո պետքա գնան Երևան, դուք չեք պատկերացնի այդ երեխաների աչքերի մեջի խանդավառությունն ու ոգևորությունը մինչև հիմա տեսնում են բարև ձեզ ու ոնց որ անդադ սպասում են, որ էլի մի բան ու իրենք էլ, ասում եմ, բայց դա հնարավոր է, բայց ասում եմ, ոնց անդադ առանց քնել եկել եք, երեխեքի հարցերն եմ ասում, տենց փոքրից մինչև, չգիտեմ, 10-րդ դասարան այդ ապշած աչքերը նրանց տալիս ոնց առանց քնելը, ոնց Հա, ոնց է դա, ախր այդ հնարավոր չի, ասում եմ, ոնց հնարավոր չի, մենք հիմա հələ դեռ 100 էլ վազելու ենք, որ հասնենք Երևան առանց քնել։ Ասում զարմանում են, ասում եմ, բա դուք էլ կարող եք ձեր երազանքների հետևից գնալ։ Դա նաև շատ կարևոր էր այդ բանը եւ ուներ մեկ այլ բան, որ մենք ոնց որ նաև ինչ որ դոնոր կազմակերպություններ կային, որոնք ֆինանսավորում էին կամ օգնում, սենց ասենք ավելի ճիշտ, Արցախից մի վթարի ենթարկված աղջկա սպորտսմենուհու, որի բուժման համար հարկավոր էր օրական 52,000 դրամ։ Զինվորի տանն է բուժվում այդ աղջիկը,
Աննա Աղաջանյանի մասին է խոսքը ու դե Հովանավորը Դիակոնիա բարեգործական կազմակերպությունն էր այս վազքի, որը հանդիսացավ հենց նաև Հովանավորը Աննա Աղաջանյանի, որ այսօր բուժում է ստանում, նրանք օգնում են, աղջիկը ինտենսիվ թերապիա է ստանում, պլյուս Գերմանիայի Մենսենքինդերեն եւ այլ կազմակերպություններ, Սպորտմաստերը, Armand TV-ին, մեր Հովանավորը, ինչպես նաև եւ աջակիցները Try Club Երևանը, Եռամարտի ակումբը եւ Հայաստանի ուլտրամարաթոնը, որոնք կանգնեցին այդ նպատակի կողքին, այդ առաքելությունը իրականացնելու կողքին։ Ու այդ ամենի հետ մեկտեղ, որ մարդ ինքն էլ իր այդ ցավը, հոգնածությունը, ասենց հաղթահարելով, որ զգում ես լավ բան ես արել, լավ բան ես անում, ու հասնում ես այդ եզրագծին, դա չգիտեմ, չեմ անում, այդ պահին կարող է հասնում ենք, ասում ենք, սոյել չենք վազելու վերջ, ես գնում եմ պարկեմ, քնեմ, հանգստանամ, բայց մի երկու օր հետո ասում ես, չէ, մի հատ էլ պետք է անեմ, մի հատ էլ ես պետք է անեմ, մի հատ էլ են պետք է վազեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հասանք Եղեգնաձոր քաղաք։ Մեր վազորդները դեռ գալիս են, մենք քանի որ խաչի հետ մեքենայով ենք ավելի շուտ հասանք, իրենք շուտով կհասնեն, բայց Եղեգնաձոր քաղաքում նաև վազորդներին պետք է միանա մի այլ խումբ վազորդների, որոնց հետ մենք ավելի շուտ հիմա քանդվենք, կնայենք ովքեր են, մինչև մեր վազորդները կգան հասնեն, գնացինք։ Կներկայանայիք։ Ուրեմն մենք հասարակական կազմակերպություն ենք ներկայացնում, վաղուց ենք աշխատում Եղեգնաձորում, սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպություն է, եւ երբ որ իմացանք այս մասին, մենք ցանկություն հայտնեցինք ու մեր լոգոն այս է սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն, եւ մենք մեր բալիկների հիմա այստեղ մեծ մասը արցախցիներ են նաեւ, որոնք մասնակցում են եւ այստեղ նստած է նաեւ մի ընտանիք, մի կին, որի համար մենք նաեւ գիտենք, որ դրամահավաք պետք է կազմակերպվի, որտեղ ինքը խնդիր ունի։ Մենք հիմա 3 կիլոմետր վազելու ենք, միանալու ենք այս գեղեցիկ միջոցառմանը։ 3 կիլոմետր է, հա։ Այո, մենք այստեղից կվազենք մինչև Գետապ գյուղ կա, այդ խաչմերուկը։ Եվ բնականորեն շատ ուրախ ենք, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ենք կարողանում անել եւ կարծես այդ միացումը մենք որ այստեղից կմիանանք, ինձ թվում է կոգեշնչեն եւ Նայրային եւ Կարենին եւ Հայկին, որ իրենք այս դժվարությունը մինչեւ վերջ կարողանան տանել։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի որ մենք հենց կսպասենք վազորդներին, վազորդները կուշանան, չէ՞, ինչ որ շատ դանդաղ կվազեն, մենք ծանոթանանք այդ ժամանակը օգտագործենք, ծանոթանանք այն մարդկանց հետ, ովքեր եւս կսպասեն վազորդներին, որովհետեւ ստեղից միանան իրանց ու շարունակեն վազքը արդեն կոլեկտիվ։ Ասել ներկայացել անդին չէ։ Հայկ, Որտեղից ես Հայկ։ Արցախից։ Սիրես վազել, հա։ Կսիրեմ։ Հա, մի վազես, հա, հետն է։ Հա, Պատմել քո մասին, ինչով կսպասվես, ինչ կենես։ Զինվոր։ Զինվոր։ Հա։ Հալալ եղնես։ Տեսակ Հայկին ծանոթացակ Հայկ է։ Մենք է շարունակենք ծանոթությունը մյուս մարդկանց հետ։ Ազանդ ինչ է։ Արեն։ Արենից շլավանն ես, ազ պատմել ինչով կսպասվես, որտեղից ես ինչով կսպասվես, ինչ կենես։ Ես Բարսեղյան Արենն եմ, Շուշիից եմ, զբաղվում եմ սպորտով։ Ինչ սպորտով կսպասվես։ Ֆուտբոլով։ Շատ լավ սպորտ է, շատ արդիական սպորտ է, մանավանդ Հայաստան։ Իսկ հիմա պիտի վազես, հա, վազողները նորեկան հասան, պիտի նրանց միանաս։ Այո։ Հեչ վազել ես։ Այո։ Բացի ֆուտբոլից։ Հա, վազել։ Շատ լավ է։ Մի կաբրս Եղեգնաձոր։ Հա։ Ստեղեք պարաբիս ֆուտբոլ։ Հա։ Շատ լավ է ապրեսանց։
Լսելով այսօրվա այս նախաձեռնության մասին, որ ինչ նպատակներով է իրականացել, հենց ընտանիքով որոշել ենք մենք էլ մասնակցենք, թեկուզ մեր աննշան ներդրումը ունենանք, թե մի օր կլինի, մի ժամ կլինի, մեծ սիրով կսպասենք ինչքան որ պետք է, կարևորը որ հասնենք մեր նպատակին, մեր համառության, մեր փոքրիկ ներդրման շնորհիվ։ Քաղաք Եղեգնաձորից եմ, ունեմ 3 անչափահաս երեխաներ, չեմ աշխատում ներկա պահին։ Վազքի հետ էլ կապ չունենք բացարձակ։ Կմասնակցենք ուղղակի մինչ օրս չենք փորձել, հա։ Առաջի փորձն է։ Ես Գոհար Սարգսյանն եմ, ես ինքս սպորտսմեն եմ, ունեմ 5 անչափահաս բալիկ։ Սկզբից Շուշիից ենք տարհանվել, հետո Ստեփանակերտից տարհանվեցինք։ Եղեգնաձորում կավրիկ, հա դուք։ Գիտակում ենք մնում։ Հիմա գիտակում ենք մնում։ Զբաղվում եմ հրուշակագործությամբ, ժանգյալով հացով, տենց էլի։ Շատ լավ, հոյակալ բաժ է։ Նարջան, ող կյանքը, լայք ջան։ Ինչ եք Նարդյան։ Ես մեր ընկերուհին Արմանը։ Ինչպես եք Ջորջ։ Լավ, օգնած, բայց լավ։ Բա բարուրացնի մեր կարելը կլինի։ Տեսակ չէ Ժողովուրդ ջան, ինչ ընդունում էր Եղեգնաձոր քաղաքում ու մի կշարունակեն ճանապարհը արդեն բոլորով։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հասանք Արենիկ գյուղ, մենք հասանք, իսկ վազորդները դեռ ոչ, բայց արդեն մոտ են։ Ու համարյա ճանապարհի ընդանուր պլանավորված ճանապարհի կեսից ավելին անցած է։ Ու ստեղ նաև Արենիկ գյուղում եւս խումբ կա, ով որ էլի պետք է միանա, ինչպես Եղեգնաձոր քաղաքում, այնպես էլ Արենիկ գյուղում խումբ կա, որը կմիանա վազորդներին ու կշարունակեն վազել իրենց հետ։ Թե ինչ կան կշարունակեն վազել, թե ինչ խումբ է, մի կգնանք ծանոթանանք, գնացինք։ Այստեղ են մարդիկ, ովքեր այստեղ հավաքվել են, մի օր վազորդներն օրեկան հասան, իրանք դուք բոլոր միանաք իրանց հետ վազքի։ Ու մինչև վերջ, մինչև Երևան, թե Մեր նախատեսված է մինչև Չիվա գյուղը, մեր հատվածը այդքան է պլանավորված նախորոք, այս վազքով մենք ուղղակի մեր աջակցությունն ենք հայտնում, միանալով մյուս մասնակիցներին։ Ոնց ենք, բարև ձեզ։ Լավ ենք։ Ահա, ինտուզիազմով լի։ Ֆանտաստիկ։ ինչպես է։ Լավ։ Սենց բաներ որ լինում է, լավ ենք, երեխեքը որ սենց դիմավորում են։ Լավ ենք տրամադրված, հա, նենց թեթևակի հոգնածություն կա։ Հա, թեթևակի, հա։ Բայց հաղթահարելի է, հələ որ հաղթահարելի է։
Իսկ այ Սիսյանից որ վազում եք դեպի Երևան, այդ ճանապարհին կանգնել եք, հանգստացել եք, սնվել եք, թե ինքը ոնց է, թե ընթացքում վազքի ժամանակ սկսում է սնվել կամ չգիտեմ Տեսեք, կանգնել ենք ճանապարհին, այսինքն կանգնել է իր մեջ 15 րոպե, 20 րոպե, ես չեմ հիշում, կես ժամ, հա, ընդամենը, կես ժամ երևի չի եղել, եթե չեմ սխալվում։ Իսկ կանգնել, ինչ-որ կարիքնել հոգար ու նորից շարունակել վազել առանց քնելու։ Ինչքան ժամանակ տևեց։ Տևեց 41 թե 42 ժամ, եթե չեմ սխալվում։ Հա։ Այսինքն չեք քնել։ Չենք քնել ընդհանրապես։ Չէ, ընդհանուր շարժման մեջ։ Իսկ կանգնել ենք, հաց ենք կերել, ջուր ենք խմել, նորից շարժվել ենք, վազել ենք։ Իսկ այդ վնաս չէ օրգանիզմին, այսինքն տրավմա չէ, երբ որ մկանները, այսինքն դու չես քնում, չգիտեմ, ընդհանրապես գիտենք, որ պետք է մարդը կոնե 5 ժամ քնի, որպեսզի իր մկանները հանգստանա, այս պարագայում 40 ժամ ու ավել վազքը ու շարժման մեջ լինելը ինքը վտանգավոր չէ։ Ճիշտ է, ինքը ստրես է մարմնի համար, մեծ ստրես է, չքնելը, բայց ամենայն դեպս կարելի է բացահայտել, թե ինչի ես ընդունակ դու առանց քնելու, ուր կարաս հասնես մինչև, ու հետաքրքիր է այդ զգացողությունները, դու ուրիշ մարդ ես դառնում այդ բանին, ավելի շուտ դառնում ես, իսկական մարդ ես դառնում։ Մարդով գնում է իր նպատակին։ Հա, նպատակին է գնում, ոչ մի բան վազելն է։ Դու չես մտածում ինչ-որ բաներ, վազես, հասնես մինչև վերջնակետ։ Արգել է ռուստադողները արդեն մութ ընկել է, երկրորդ գիշերն է ինչ մեր վազողները ճանապարհ են ընկել ու այս պահին հասել ենք արդեն Ելպին գյուղ, Վայոց ձորի մարզի Ելպին գյուղ ու վազողները մոտենան արդեն ու ստեղ էլ հանդիպում կա էլի երեխաների հետ, որից հետո կշարունակեն արդեն ճանապարհը դեպի Երևան։ Արդեն 113 կիլոմետր հաղթահարել ենք, բայց դեռ 107 կիլոմետր պետք է մնանք։ Ամոթ գիշեր գնալու ենք, ցերիկը հասնենք Երևան։ Ես մաղթում եմ բարեհաջող տեղ հասնել։ Հա, մենք էլ ենք շնորհակալ, որ մեր երեխեքին Աջան, ես ձեր ծրագրի հաջողություն։ Այո, շատ շնորհակալ եմ։ Որ եկել եք, սպասել եք մեզ, այս փոշու, այս գիշերով։ Մենք շատ ոգևորիչ ա մեզ համար, հիմա ուժ հավաքեցինք, նորից շարունակում ենք մեր ճանապարհը։ Հաջողություն։ Մի հատ բոլորը իրար հետ եկեք նկարեք, հա։ Անպայման։ 113-ի Կարենը մի լավ խոսք ասեց, 113-ի ենք։ Լավ ենք, ոչինչ էլի, դե չէ, ցուրտ չի, բայց լավ փոշոտալ, խեղդում այդ փոշին, բայց հիմա դե պետք է փորձենք անցնել այս փոշին։ Դե ինչ որ, հա, մի քիչ հոգնել ենք, բնականաբար, որտեղ անքուն ենք, չենք քնել, բայց հեսա մի բան կուտենք, էներգիա կստանանք ու կհաղթահարենք, էլի։ Շատ շնորհակալ ենք։ Դեռ 107 կիլոմետր ունենք գնալու։ Մի 15 կամ մի քիչ բաժում կանենք, հետո արդեն ոչինչ։ Հետո լույսը կբացվի բարն էլ հետը։ Այո, հա, տեսա։ Մի քանի ժամից լույսը կբացվի արդեն։ Երևան վերջի հրապարակի Մանկական այգի։ Այո, քաղաքապետարանի դիմացի այգին է, այնտեղ են սպասելու մեզ բոլորը, այնտեղ ենք ֆինիշ անելու, կարող է այնտեղ մի քիչ կիլոմետր մնա, ոնց որ խոսում ենք, այնտեղ մի քանի սենց պտույտ անենք, էլի, ու կանենք երևի երեխաների հետ։ Առողջ ապրելակերպի շատ կողմնակից եմ, երեխաներին բազմաթիվ տեղեր եմ տանում, առավել ևս մեր պատմամշակութային կենտրոնները, իմ դասղիկ դասարանի հետ, եւ փորձում եմ երեխեքին ծանոթացնել առողջ ապրելակերպին եւ մեր նառան հենց դրաժ դատագովն է։ Արի դենանք ստեղ։ Այ էմա։ Ես երման ջուր եմ բերել, եթե այդ մակ կոֆեն դեղ ունենք, կարակ մակել սարքեք, բայց մակ կոֆե։ Արա։ Գորին եկետան գոր չկանի, չէ։ Ստե մի հատ է կաշտեց։ Հա։ Իսկ գնակահոշ գնացել եք։
Ես դուրս կգամ։ Հետո ընթացքում այլ ինչ որ խնդիրներ էլ եղան, ասենք վազքի ժամանակ հագուստի հետ կապված ոնց որ մաշկի քրտնխաշեր էր եղել, այդ չգիտեմ, եղանակի այդ փոփոխություններից, որոնք ահավոր ցավերի պատճառ էին դարձել, ստիպված անընդհատ ինչ որտեղ կանգնում ես, մաքրում ես ջրով այդ քրտունքը, որտեղ աղի է, հա, այրում ասենք այդ ոտքերի ծալքերի մասերը, այս քրտնած այդ մասերը պետքա մաքրել, վազիլին անել, դրանք էլ էր ժամանակ տանում այդ ջերմային փոփոխությունները։ Այն որ դուք հարցրեցիք, ինչ ջերմային պայմաններ, բնականաբար լավա որ մի քիչ ցրտոտ լինի, զով էլի, զովոտ, հա, թեթև տենց տաք լինի, սառը լինի, որ հաճելի է լինում, այդ տիպի չես էլի վատ զգում։ Որ ձեզ տալուց օգնեմ։ Սուրճերը։ Կարենի։ Արի գիտես ինչ անենք, ես մեծ ամանը բեր դնենք ստեղ։ Ով կուսի։ Էս Սպաս կուզես լցնեմ։ Մերսի։ Նենց համով է։ Սպաս լցնեմ։ Մերսի։ Բրինձով սպաս։ Էս դուք նոր եք միացել։ Մերոք գնացին, ահա։ Հա, փոխվել են, հա։ Հա, փոխվեցին երթափոխով։ Մինչև գոնե ջահելները գնան հանգստանան, լուսադեմին կմիանան նորից։ Հուսով եմ կօգնած կլինենք մեր ուժեղներին։ Երևան կպլանավորվի ժամ քանսին։ Մեր հաշվարկներով մոտապես 12-ից 3-ը։ Ես պատրաստ եմ։ Ուրան այրա։ Գնաց։ Հա։ Այ մայետ է։ Դե գնացինք։ Հաջողություն ծեզի։ Էստա, չէ։ Հա։ Կարենը միացավ մեզ, ոնց որ սենց ասեմ, ինքը вообще ընդհանրապես ուլտրամարաթոններում սենց մի պահ կա։ Եթե դու զգում ես, որ ինչ որ մի վնասվածք քեզ հետագայում հետ է պահելու մի քանի տարի քո սիրելի մրցաձևերից, մրցույթներին մասնակցելուց, շատ կարևոր է ճիշտ ժամանակին կարողանալ կանգ առնելը։ Ինչ պատահեց, երբ որ մենք Տիգրանաշենից իջնում էինք դեպի Երասխ, Կարենն ասեց, որ իր ծունկը մի քիչ լավ չի, բայց շարունակեց։ Արդեն մոտենում էինք Երասխին, ասեց չէ, ես գտնում եմ, որ ճիշտ կլինի, ես նստեմ մեքենա ու դադար տամ այդտեղ։ Նո արդեն մոտավորապես երևի 140 կիլոմետրը անցել էր, 150 կիլոմետրը Կարենը։ Եվ դա ճիշտ որոշում էր, որտեվ ինքը շատ արագ վերականգնվեց այդ վնասվածքեր, ну չեմ ասի վնասվածք, ինչ որ խնդիր էր առաջացել։ Խելացի որոշում էր։ Եվ բոլորիս համար է դա շատ կարևոր, որովհետև բնականաբար երկար շարունակել մնալ սպորտում ավելի կարևոր է, քան այդ պահին դու հաղթահարես ու տարիներով զրկվես այդ մասնակցելու հաճույքից։ Շատ ահավոր շոկ էր այդ օրը, շատ վառում էր ուղղակի ու
դաժե սառույցի ջուր կար լցնում էինք, ես կոնկրետ եմ ասում Հայկը իրենը կասի, ես ոնց էի զգում, ես շատ վատ էի զգում, ինձ արդեն սրտխառնոց էր իմ մոտ, երևի արևահարվել էի, որտեվ մի ամիս իմ մեջ կա այրվում էր ու ոտքերիս գծերը միջև հիմա մնացել է այդ արևի այրուցքի, երեխեքը սառը ջուր էին լցնում, սառույց բաման, մի վայրկյանը չորանում էր, ինչ արեցինք, մենք չհասած Մասիս, այդտեղ ես ստոպ արեցի ժամացույցը, ինձ մեքենայով տեղափոխեցին այգի, այդտեղ 188 կիլոմետրի վրա տեղափոխեցին մանկական այգի, որտեղ ես վազեցի 22 կիլոմետր, մնացած 22 կիլոմետր, չէ, ֆինիշի տեղում 22 կիլոմետր, այնտեղ եմ լրացրել, սարքել 210 կիլոմետրը, որտեվ հակառակ դեպքում արդեն ուշագնացության պահեր առաջանում, աչքերիդ առաջ հալուցինացիաներ, որտեվ սարսափելի շոկ էր ինձ համար, սովորաբար այդ սեզոնին տենց չպետք է լինի, դրա համար մենք ինչ-որ օրեր ենք էլի ընտրում։ Ամենադժվար պահը, հիշում եմ, 29 կիլոմետր էր մնացել հասնելու ու այդ պահին վազում էի մինչև այդ, բայց 29 կիլոմետր հենց տեսա, հասել էի այդտեղ Երևան հասնելուն, ոնց որ ոտքերս սկսեցին չենթարկվել ու ոնց որ սկսեցի տեղից քայլել, թեթև վազել ու մինչև հասնել քաղաքը։ Հայկը իրականում ինքը լրիվ լրացրեց այդ ճանապարհի 210-ը հենց քայլել վազելով հասավ, բայց ինձ 188-ի շեմին ես շատ խնդրեցին երեխաները, որտեվ իրոք շատ վատ էի զգում արդեն ինձ, ես չուզեցա որ տենց լինի, բայց ասացի ես կշարունակեմ 22 կիլոմետրը այգու մեջ, հասցրել են այգի, ճիշտ է, ոտքերս չէր ծալվում, ուռել էի մի այլ կարգի, փքված, մի ծանր վիճակ էր, եւ այդ 22 կիլոմետրը ես այգում, ինձ հետ եռամարտի ակումբից Սիփանը, ինձ հետ Հավասար, Անուշը եւ էլի Արմենը, բոլորը հետս այդ պտույտները անցկացրեցին, մինչեւ Հայկն էլ հասավ, իր 200 ընթացքում Հայկը մնաց մենակ։ Չէ, հա։ Հայկը հրաժարվեց գալ, մենք իրեն առաջարկեցինք, Հայկը ասեց չէ, ես կգամ, դե նորմալ է, դա իր ընտրությունն էր։ Ուզիչ է այդ պահը երբ փոքրած գալիս ես ու Ոգևորող դիմավորում են, իհարկե։ Լավ տրամադրություն երեխեք։ Այո։ Ինձ որ ասում են, ես ուզում եմ վազել, բայց չեմ կարողանում, ես ասում եմ պարտադիր չի դուք վազեք, դուք գտեք այն սպորտաձևը, որում դուք ձեզ լավ եք զգում։ То есть վազքը պարտադիր պայման չի, որ մարդը պետք է անպայման վազի, հետո էլ ուլտրամարաթոն վազի։ Չէ, վազքը լավ բան է, շատ լավ բան է, եթե սիրում ես ու անում ես դա, բայց երբ որ դու ստիպողաբար պետք է անես, բայց դու սիրում ես հեծանի վարելը, պետք է հեծանի վարել։ Ինչի համար զորով վազք անել։ Ես սիրում եմ, ես ինձ գտել եմ վազքի մեջ։ Վազքը իմ տարերքն է, իմ ազատությունն է, իմ ոգեշնչման էներգիայի աղբյուրն է։ Բայց մեկ այլ մարդու համար ուժային ծանրաքարերով աշխատելն է։ Ես ողջունում եմ դա մենակ։ Այսինքն, եթե ցանկանում է վազել, լավ կլինի, որ սկսել, այո, ինչ որ փոքր տարածություններից սկսել, աճեցնելով շաբաթական 10-15% չափով կիլոմետրերը, որպեսզի վնասվածքներից խուսափի մարդ, խնդիրներ չունենա։ Եթե խելացի է մոտենում, այսինքն եւ վազի եւ մկանային մարզումներ անի, համարյա մի 80-90%-ով կխուսափի ավելորդ վնասվածքներից, էլի, այդպես խորհուրդ կտայի ես։ Պետք է ապրել առողջ, որակյալ կյանք, կարևոր չի ինչքան, կարևորը այն ինչ որ ապրում ենք, ապրենք որակով, էներգիայով լեցուն, դրական մտածելակերպ ձևավորենք եւ ի վերջո կյանքը ոնց որ դա աշխատանք է, որ պետք է ամեն մարդ ոչ թե թողնի ասենք բացի թողի, չէ, պետք է դա մարդը հենց ինքն իր վրա պետք է աշխատի, շատ աշխատի։ Հենց դա էլ տանում է դեպի
առողջ կեցություն, բարեկեցություն, եւ որը հենց իր ընտանիքի շրջապատի համար արդեն վարակիչ բնույթ է կրում։ Այսքանը կասեի։ Հիմա եկավ մեդալի պահը։ 210 քայլերս նույնը։ Մի հատ մեդալներով ձեզ տեսնենք։ Վիդեո եմ անում, կարաք ցույց տաք, ոնց է զգացողությունը, ինչ եք զգում 220 կիլոմետր հաղթահարելուց հետո։ Խորհուրդ կտաք։ Ես սկզբում հիշում ես ասում եք կայֆ է։ Հիմա ասա։ Մի շաբաթից կազե, շաբաթ հետո։ Մի շաբաթ բարթա։ Վազքից հետո 15 օր չի կարողանում քայլել։ Ծախ ոտքի վնասվածք է ստացել, հա։ Ուղիղ 15 օր չի կարողանում քայլել բարիսպուն իմաստով, բայց այդ չէր խանգարում, չգիտեմ, վազքը թողնել կամ ինչ որ նշան չէր, որ վազքը թողնել, այլ միշտ էլ ուժեղանալու տեղ կա։ Չանհանգստացար ես պրոստը։ Չէ, քանի որ անցավ։ Հա, ինչ որ լուրջ բան չկա։ Դիմեցես բժշկի նայեցի։ Ոչ։ Բժշկի չեմ դիմել, հա։ Ես մենակ ծախ ոտքս էր, ու հետո հասկացա խնդիրը ինչումն էր, բայց փառք Աստծո, այս բանը շատ լավ է։ Այսինքն ինչ որ տեղ չի մնացել, էլի վնասվածքից ինչ որ հետքեր չեն մնացել։